Հոկտեմբերի 28-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է սկսում ABC մեդիան, եթերում լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի լույս։ Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկում հրազենային վնասվածքով զինծառայող է վիրավորվել։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախնական տվյալներով նա վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով։ Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է թեթև, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բուժօգնությունն իրականացվում է Կայազորային հոսպիտալում, նա Երևան տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։ Իսկ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ առաջին անգամն է, երբ պետբյուջեի նախագիծը քննարկվում է խաղաղության մթնոլորտում։ Պարզվում է, արդեն 1 տարի 8 ամիս է Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Փաշինյանի խոսքով անկախության պատմության մեջ մենք երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված փաստ է։ Դա հաստատված փաստ է։ Եվ մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է անխոչնդոտ ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով։ Փաշինյանը նաեւ վերահաստատել է Վրաստանում ասած հայտարարությունը։ Մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում։ Եվ գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք եւ կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ, այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Փաշինյանի հայտարարություններին հաջորդել է երկրի գլխավոր դիվանագետի հայտարարությունները։ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը հրավիրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սակայն հրավերը դեռ միայն բանավոր է եւ պարզ չէ, արդյոք Ալիևն ու Էրդողանը կընդունեն եւ կժամանեն Երևան։ Նա նշել է, որ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել։ Մենք հրավերներ ենք ներկայացրել ու փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու։ Ալիևին եւ Էրդողանին։ Այո։ Իսկ բանավոր քննարկումներ կան, ինչ տրամադրություններ են գալու, ինչ չի շարունակվում, այսինքն այս ամենը շատ թարմ է եւ դեռ առիթ էլ չի եղել այս մասին դետալներ կամ ինչ քննարկելու են։ Բայց կարծում եք դա ինչպես կընկալվի հասարակության կողմից հաշվի առնելով։ Կարևոր հարց եք բարձրացնում եւ լեգիտիմ եւ օբյեկտիվ։ Ես կարծում եմ, որ ես այսօր ամբողջ օրը երկու հանձնաժողովներում այդ մասին հնարավորություն ունեցա խոսելու, եղել է հակամարտություն, հեղվել է արյուն։ Մեր շատերի սիրելիների ամեն մեկը գոնե առնվազն եթե ողջ ազգական բակից ինչ որ մեկին գիտի կամ ընտանիք գիտի որ տեղել է զոհ իրանց կողմից էլ է եղել զոհեր մենք մեր սերունդը կայացել է մեծացել է մի նարատիվի պայմաններում որտեղ այդ մարդիկ ընկալվել են թշնամի այսինքն ընկալվել է որ իրական թշնամություն է եղել մեր մեջ հիմա հաշտեցման գործընթացներ խաղաղություն հաստատվում է միշտ խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև ընկերների միջև խաղաղություն հաստատվում է 3 կամ մինչև այդ վարկյանը թշնամանք ունեցող հասարակությունների միջև Բացի այդ, Արարատ Միրզոյանը կարծես փոքր բացահայտում է արել։ Նա նշել է, որ առաջիկայում Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը կարող է բերել շատ շոշափելի արդյունքների։ Մեր կողմից պատրաստ ենք Թուրքիայից օրինակ Ադրբեջան գնացող բեռների համար եւ հակառակ ուղղությամբ մեր սահմանները բացել եւ կարող են չգիտեմ ինչ տեխնիկական լուծումների դեռևս ժամանակ կա թե չէ կարծում շատ արագ լուծվող հարցեր են եթե դեռ որևէ բանի կարիք կա օրինակ սահմանին կոնկրետ ենթակառուցվածքի հիմնադրման թե չէ բայց մենք էլ պատրաստ ենք շատ արագ այդ հարցը լուծել եւ կարող ենք թույլ տալ այսինքն թույլ տալիս ենք պետք է հնարավոր դարձվի ֆիզիկապես
լինի այդ տարանցում օրինակ դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Բանակցություններ երբեք նախատեսում անցնել այդ ճանապարհով, բայց Չկա այդպիսի բան կոնկրետ խոսակցություն։ Հուսով եմ շատ շուտ կհասնենք նաև այդ կոնկրետ խոսակցությանը, ի վերջո ապաշրջափակում մեծաշով նաև դրա մասին է։ Իհարկե այստեղ Թուրքիայի կոմպոնենտն էլ կա, մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ես կարող եմ նաև իմ դիրքորոշումը իմ գնահատական ասել, ինքս շատ լավատես եմ այս առումով եւ կարծում եմ, որ առաջիկայում պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենան Հայաստան-Թուրքիա երկխոսությունը նաև։ Ասացիք շոշափելի արդյունք կլինի Թուրքիա-Հայաստան հարաբերություններում, ինչ նկատի ունեք, ինչ արդյունքների մասին։ Նկատի ունեմ շոշափելի արդյունք, այնքան շոշափելի, որ այստեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողի, թե մենք հենց այդ շոշափելին նկատի ունենք։ Երկրի գլխավոր դիվանագետը նաև ներկայացրել է, թե միջազգային հարթակում ինչ հարաբերություններ են հաստատել։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 185 երկրի հետ։ Նախարարի խոսքով այս տարվա կարևորագույն քայլերից մեկը դեսպանություններ հիմնելն է եղել։ Լսենք նախարարի ելույթի առանցքային կետերը։ Ադրբեջանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համարում են փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատեվությունը։ Այն, ինչ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է։ Մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Այն, ինչ ստացավ Ադրբեջանը, թվում է, թե շատ ձեռնտու է եւ շատ կարեւոր է իրենց համար։ Ուրեմն երկու կողմն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն մանիպուլյացիաները, որ Իրանը դժգոհ է, չի համապատասխանում իրականությանը։ Ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են եւ դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով։ Ծափեր, վանկարկումներ, բախումներ եւ ագրեսիա։ Սա խաղաղության կողմն է եւ հենց եկեղեցու բակում։ Հովանավանքում տեղի ունեցածը քաղաքական գործիչներն ու հոգեվորականները գնահատում են որպես փորձ պառակտելու եկեղեցին ու հավատավոր ժողովրդին, հարվածելով մեր ազգային եւ պետական կարևորագույն ինստիտուտներից մեկին՝ եկեղեցուն։ Փաստաբան Արա Զոհրաբյանը պատմում է, որ ոստիկանները փորձել են ձերբակալել քահանա Տեր Փարեն Առաքելյանին, երբ նա պատրաստվում էր մատուցել սուրբ եւ անմահ պատարագը։ Առաջին փորձը եղել է աշտարակում թեմի առաջնորդարանի դիմաց, սակայն տեսնելով, որ քահանայի ուղեկցողները շատ են, ոստիկանները հեռացել են։ Երկրորդ փորձը եղել է Սաղմոսավան գնալու ճանապարհին, Զոհրաբյանի խոսքով, երբ ոստիկանները փորձել են ուժով հացնել նրան, մեքենային Հայր Փարենը զանգահարել է եւ նրանք խոսել են բարձրախոսով։ Հայր Փարենը ոստիկանին ասաց. «Ես պատրաստվում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաժանել իմ հավատացյալներին, որպեսզի ձեր ցավը վերացնեմ»։ Ոստիկանության անզիջում դիրքորոշումը. «Նրանք կգնան 100%-ով, դա անվիճելի է»։ Պնդումները հոդս ցնդեցին Տեր Փարենի համառության շնորհիվ եւ այն ժամանակ, երբ ոստիկանությունը համոզեց, որ Տեր Փարենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե Հովհանավանք։ Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից, հատուկ շնորհակալություն հայտնելու Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվարին պայմաններում իրենց առաքելությանը հավատարմության համար։ Զոհրաբյանը նաև նշել է, որ նախօրեին Հովանավանքում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Մենք բոլորս լավ գիտենք, որ սուրբ եւ անմահ պատարագ կատարելու իրավունքը տրված է հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Նույնիսկ երբ պետականություն չենք ունեցել եւ թշնամու զավթման ներքո են գտնվել, միևնույն է, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին է պատարագներ արել։ Ցավալի է, բայց երեք տեղի ունեցավ հենց այդ ծեսի խոչընդոտումը։ Թույլ չտրվեց, որ իրավատու հոգեվորականը հայ շնորհքն իրականացնի կատարի պատարագ, նաեւ խախտվեց մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Իսկ արդարադատության նախարար Սրփուի Գալյանը խոսելով Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութերի մասին նշել է, որ չգիտի ով կամ ինչու է դրանք տեսագրել։ Նա միայն ընդգծել է, որ եթե տեսանյութը կեղծ չէ, ապա դրա հիման վրա պետք է ներկայացվի հանցագործության մասին հաղորդում։ Չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ,
անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրանից։ Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնի կազմող տեղեկությունների հրապարակման մասին է, եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննեն։ Դիմադիրները նշում են, որ գաղտնալսումներ են վերջի շրջանում, արդյոք չի մտահոգում ձեզ այդ փաստը եւ չեք զբաղվում դրանով, այս համատարած գաղտնալսումների։ Ես ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումներով, խնդրում եմ էլի եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարել է, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արեգա բարձրունքը եւ հարագից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջ հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև օրս։ Իսկ Բաքվում շարունակվում է մեր հայրենակիցների կեղծ դատական նիստը։ Այս անգամ դատական նիստի ժամանակ հրապարակվել են այսպես կոչված տուժողների իրավահաջորդների ցուցմունքները։ Հետազոտվել են պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները, այդ փաստաթղթերի մի մասը տրամադրել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի իրավունքները պաշտպանող փաստաբանները։ Դրանք եղել են Հարությունյանի ծննդյան վկայականի եւ անձնագրի պատժեները, նաեւ նրա կրթության մասին տեղեկանքը։ Հարությունյանի անձնագրում դատավորի ուշադրությունը գրավել է 070 կոդը։ Թուրքիայի դատարանը նոր կալանքի որոշում է կայացրել Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ քաղաքական լրտեսության կասկածանքով։ Որոշ վերլուծաբաններ նշել են, թե նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցի դեմ ձեռնարկված այս քայլը կարող է հանգեցնել նրան, որ պետությունը վերահսկողություն ստանձնի Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ։ Իմամօղլուն բանտում է մարտից կոռուպցիային առնչվող առանձին մեղադրանքով, հուլիսին էլ նրան մեղադրանք է առաջադրվել Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու եւ սպառնալու համար։ Ստամբուլի քաղաքապետը չի ընդունում մեղադրանքը։ Իսրայելը վերացրել է արտակարգ դրությունը Գազայի հետ սահմանին մոտ գտնվող տարածքներում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա նաև նշել է, որ որոշել է ընդունել իսրայելական զինվորականների առաջարկությունը եւ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ վերացնել ներքին ճակատում արտակարգ դրությունը։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ, այնպես որ կարող եք դուրս գալ, զբոսնել, վայելել աշնանային արևի ջերմությունը։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 20-ից 22, իսկ երեկոյան 7-ից 9 աստիճան տաքություն։ Այժմի համար առանձնացրել ենք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 12-ին։